Ցավոք սրտի ներհայաստանյան իրողություններում ոչ միայն պետական կառավարման համակարգում ծառայողները եւ պետությունը որպես այդպիսին եւ ազգային ինստիտուտները, այլ նաեւ քաղհանդրության ներկայացուցիչները, գիտնականները, վերլուծաբանները, այդ թվում նաեւ լրատվական միջոցները սպասարկում են շինծու քաղաքական օրակարգեր, որոնք ծնված են ինչ շատ ավելի կարևոր հիմնախնդիրներ, այսօրական հիմնախնդիրներ ծածկադմփոցի ենթարկելու համար։ Ով գիտի այս եկեղեցական խմորումների մեջ ինչ կարևոր հարցեր են լուսանցքում մնում։ Ով գիտի։ Մենք ունենք անվտանգային հարց, ունենք տնտեսական հարց։ Եկեք տեսնենք ներկայիս իշխանության կառավարման ամբողջ ժամանակահատվածը։ Գների թանկացումից չեն կարողացել խուսափել։ Պաշտպանական անվտանգային հիմնախնդիրները ծայրաստիճան խորացած են։ Կադրային կառուցվածքային խնդիրները լուծված չեն։ Հիմա մենք, որպես քաղաքացի, տեսնում ենք, որ այդ ահռելի չափաբաժնով պետական հիմնախնդիրներով հանդերձ պետական կառավարման համակարգի ամբողջ զորությունը քաղաքական իշխանության վերնախավի դրդմամբ զբաղված է ազգային ինստիտուտի դեմ պայքարով, սա ես համարում եմ աբսուրդի ժանրից։